Սահմանադրական դատարանը խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումներով գործերը միավորել և քննելու է դատարանի նույն նիստում հունիսի 26-ին։ Կալանավորվել է Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանի որդին Կամո Գրիգորյանը։ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Միաժամանակ նա յուրահատուկ վերլուծություն է արել։ Փաշինյանը հավաքել է մոտ 40%, մնացածը կեղծվել է, նկարվել կամ այլ տարբերակով է ձեռք բերվել, ասել է նա։ Վերջինս իշխանափոխությունը հավանական է համարում։ Ընտրություններին ընդամենը 3200 ձայն ստացած Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ ձևավորել ոչի համազգային միասնական շարժում։ Բարև ձեզ, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Սիրանույշ Պապյանն եմ, այսօր հունիսի 22-ն է, երկուշաբթի։ Ուղիղ եթերում քննարկում ենք անցնող ժամերի կարևորագույն իրադարձությունները։ Սահմանադրական դատարանը խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումներով գործերը միավորել և քննելու է նույն նիստում հունիսի 26-ին։ Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը։ Բարձրագույն դատարանը ուժեղ Հայաստան և Հայաստան դաշինքների միասնության թևեր, դեմոկրատիա, օրենք, կարգապահություն, Բարգավաճ Հայաստան, Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցությունների և նոր ուժ ռեֆորմիստական կուսակցության դիմումների հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հունիսի 14-ի Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 26 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին թիվ 259-ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ գործերը քննության է ընդունել աշխատակարգային նիստում։ Հաշվի առնելով, որ նշված գործերը վերաբերում են նույն հարցին, համաձայն Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի նշված գործերը միավորվել են և քննվելու են դատարանի նույն նիստում, որը տեղի կունենա 26 թվականի հունիսի 26-ին ժամը 11-ին, ասված է Սահմանադրական դատարանի հաղորդագրության մեջ։ Սահմանադրական դատարանը պարտավոր է գործը քննելու, որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո։ Սահմանադրական դատարանի մասին օրենքի համաձայն բարձրագույն դատարանը կամ պետք է անփոփոխ թողնի ընտրությունների արդյունքների մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը կամ անվավեր ճանաչելով այն 3 հնարավոր որոշում կայացնի։ Առաջին անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, երկրորդ անվավեր ճանաչել ու սահմանել մանդատների բաշխման կարգը և երրորդ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։ Հանուն Հանրապետության կուսակցությունը նույնպես դիմել է Սահմանադրական դատարան վիճարկելու 26 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները ըստ կուսակցության հիմնավորման ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդումների ծավալը ենթադրության առիթ է տալիս, որ այն ընտրողի կամքի վրա համակարգված ազդեցություն է ունեցել։ Ընտրակաշառքը ոտնձգություն է Սահմանադրական կարգի նկատմամբ, ընտրակաշառքը հարված է քաղաքացու ազատ կամքին, ընտրական իրավունքի էությանն ու հանրային իշխանության սահմանադրական լեգիտիմությանը, նշված է կուսակցության հայտարարության մեջ։ Այս հարցը կուսակցության առաջնորդ Բաբաջանյանի պնդմամբ պետք է քննության առարկա դառնա Սահմանադրական դատարանում, և եթե ընտրական գործընթացի վրա ազդում են անհավասար պայմանները, կազմակերպված ճնշումները, խեղված մրցակցային միջավայրը, ֆինանսական ու վարչական անհամաչափ ազդեցությունները, տեղեկատվական հարձակումներն ու օտար ազդեցության գործոնները, հարցականի տակ է դրվում ոչ միայն որևէ քաղաքական ուժի օգտին արձանագրված արդյունք, այլև ամբողջ ընտրական գործընթացի սահմանադրական լեգիտիմությունը։ Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը դատի է տվել քննչական կոմիտեին։ Կարապետյանը պահանջում է քննչական կոմիտեից հերքել իր հասցեին արված հայտարարությունն ու զրպարտության համար վճարել 1 դրամ։ Քաղաքացիական դատարանը օրերս վարույթ է ընդունել հայցադիմումը։ Կարապետյանը դիմումի մեջ հիշատակել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ իր հասցեին արված իրավապահների հայտարարությունը, թե ուժեղ Հայաստան դաշինքի պատգամավորի թեկնածուն թաքցրել է պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը։ Կարապետյանը դատարանին խնդրում է քննել ու պատասխանատվության ենթարկել քննչականին այս զրպարտության համար, պահանջել հերքման տեքստ հրապարակել և 1 ամիս պահպանել քննչականի պաշտոնական կայքեջում, Facebook-ի և Telegram-ի հարթակներում։ Միաժամանակ Ռոբերտ Քոչարյանն է դատի տվել կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Քոչարյանը վարչական դատարանին խնդրում է անվավեր ճանաչել իրեն անձեռնմխելիությունից զրկելու մասին կենտրոնական
Հովհաննիսական ընտրական հանձնաժողովի որոշումը։ Գլխավոր դատախազությունն էր օրերս դիմել հանձնաժողով, խնդրել համաձայնություն տալ քրեական հետապնդում սկսելու երկրորդ նախագահի դեմ։ Դռնփակ նիստում հանձնաժողովը տվել էր իր համաձայնությունը, ինչից հետո մեղադրանք էր առաջադրվել ընդդիմադիր Հայաստան դաշինքի առաջնորդին պաշտոնեական դիրքի չարաշահման ու փողերի լվացման հոդվածներով։ Վարչական դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը, որում որպես երրորդ տանձ է որոշվել գլխավոր դատախազությունը։ Առաջին նիստը նշանակված է հունիսի 24-ին։ Իսկ ահա ընտրություններին 3200 ձայն ստացած Հայ ազգային կոնգրեսն էլ նոր նախաձեռնությամբ է հանդես եկել, հայտարարում է, թե Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման համար սահմանադրական մեծամասնություն ձևավորելու Պարտրվակով Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սկսել է ժողովրդավարական ու քաղաքացիական ազատությունների սահմանափակման գործընթաց։ ՀԱԿ-ի գնահատմամբ իշխանությունը բոլոր ընդդիմախոսներին ներկայացնում է որպես պատերազմի կուսակցություններ, թեև ըստ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հայտարարության հիմնական ընդդիմադիր ուժերը ընդունում են խաղաղության նախաստորագրված պայմանագիրը։ Կոնգրեսը նաև պնդում է, թե վերջին ընտրություններում տեղի են ունեցել համակարգային ընտրախախտումներ, իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապօրինի կերպով իշխանությանը լրացուցիչ մանդատներ է տրամադրել, ապահովելով խորհրդարանում 3/5-ից ավելի մեծամասնություն։ Հայտարարության համաձայն իշխանությունը նախաձեռնել է ընտրական օրենսգրքի փոփոխություն, որով հանրաքվեներին եւ ազգային ժողովի ընտրություններին կկարողանան մասնակցել միայն վերջին 1 տարում Հայաստանում մշտապես բնակված քաղաքացիները։ ՀԱԿ-ը կարծում է, որ այդ քայլը նպատակ ունի ընտրական ցուցակներից դուրս թողնել շուրջ 5 միլիոն քաղաքացու եւ հեշտացնել սահմանադրական փոփոխությունների անցկացումը։ Կոնգրեսի կարծիքով իշխանության նպատակը խորհրդանում սահմանադրական մեծամասնություն ձևավորելն ու այնպիսի սահմանադրության ընդունումն է, որը կվերացնի անկախության հռչակագրի հղումը եւ կթույլատնի իշխանության զսպումների ու հակակշիռների մեխանիզմները։ Ստեղծված իրավիճակում Հայ ազգային կոնգրեսը առաջարկում է ժողովրդավարության ու ինքնիշխանության հարցերով մտահոգ ընդդիմադիր ուժերին ձևավորել ոչի համազգային միասնական շարժում։ Այն նախատեսում է բողոքի համատեղ ակցիաներ անցկացնել 26 թվականի հունիսի 7-ի ազգային ժողովի ընտրությունների արդյունքների ու դրանց հիման վրա ընդունված որոշումների դեմ սահմանադրական ճանապարհով պայքարել, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար, դիմակայել սահմանադրական մեծամասնություն ձևավորելու եւ նոր սահմանադրության ընդունման գործընթացում ըստ Հայ ազգային կոնգրեսի ապօրինի փոփոխություններին, մշակել նոր սահմանադրական նախագիծ 1990 թվականի կիսանախագահական մոդելի հիման վրա, պահպանելով անկախության հռչակագրի հղումը եւ ուժեղացնելով դատական եւ այլ պետական մարմինների անկախության երաշխիքները։ Եվ այս պահին զրուցելու եմ հայկական խորհրդի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։ Պարոն Ղևոնդյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Եվ այսպես, պարոն Ղևոնդյան, հայտնի է դարձել, որ սահմանադրական դատարանը խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումները միավորել է եւ կքննի նույն օրը, հունիսի 26-ին եւ նույն նիստում։ Պարոն Ղևոնդյան, ինչ կարող են ակնկալել սահմանադրական դատարանից, մինչ այս պահը ընդդիմությունը շատ հստակ չի հայտարարում, օրինակ մանդատները վերցնելու մասին, մի մասը սպասում են օրինակ սահմանադրական դատարանի որոշմանը, որքանով հիմնավոր են այս հայցերը առհասարակ եւ ինչ կարող ենք ակնկալել հունիսի 26-ից համեցեք։ Հավանաբար հիմնավոր լինելու մասին իրավաբանները պիտի խոսեն, իրավական առումով ես մասնակից չեմ, ենթադրվում է, որ այդ 3 տեղամասերում արդյունքների զորացումը որոշակի իրավական հիմքեր տալիս է սահմանադրական դատարանում, բայց իրավաբանները ավելի ճիշտ կբնորոշեն, թե դա ինչ նշանակություն ունի եւ ինչ հեռանկյունացող հետևություններ կարելի է կատարել այդ 3 տեղերում զորացման արդյունքում։ Ինչ վերաբերում է քաղաքական իրավիճակին, ապա սահմանադրական դատարանի որոշումը շատ էական բաներ կարող է փոխել Հայաստանի Հանրապետությունում։ Եթե սահմանադրական դատարանը որոշի ընտրությունների արդյունքները չեղարկել եւ նոր ընտրություններ նշանակել, սա կարող է եւս մեկ շանս լինել եւ քաղաքացիական պայմանագրի համար սահմանադրական մեծամասնություն ձեռք բերելու իմաստով եւ այն քաղաքական ուժերի համար, որոնք չեն հաղթահարել 4% շենը նորից փորձելու եւ ավելի մոտենալու գուցե հաղթահարելու իմաստով, որովհետեւ ի վերջո երկու քաղաքական ուժերը, ռուսամետ ընդդիմադիր քաղաքական ուժերը, Հայաստանի ուժը, Հայաստան դաշինքները ամենայն հավանականությամբ նոր ընտրությունների դեպքում այլևս չեն կարողանալու նույն ծավալով օգտագործել այն միջոցները, որոնք նրանք օգտագործեցին իրենց արդյունքները գրանցելու համար։ Ինչը նշանակում է, որ նրանց այդ 23 ու 4, եթե չեմ սխալվում, եւ 94% հաշվին մյուս
ուժերի տոկոսները կարող են ավելանալ։ Սա ոչ թե նշանակում է, որ այն մարդիկ, ովքեր ընտրել են իրենց այս ընտրել ուրիշի, այլ նշանակում է, որ մասնակցությունը կլինի ավելի քիչ, իսկ քիչ մասնակցության դեպքում տոկոսները կբարձրանան այն ուժերի, որոնց կողմնակիցները կգնան ընտրության, իսկ նրանց կողմնակիցները նրանց ընտրածների որոշ մասը ուղղակի չի գնա ընտրության, որովհետև գիտենք, թե ինչ մեխանիզմերի միջոցով են գնացել եւ քվեարկել իրենց որոշ դեպքերում, իհարկե ոչ բոլոր դեպքերում։ Սա նշանակում է սահմանադրական դատարանի որոշումը էական փոփոխություններ կարող է մտցնել քաղաքական դաշտում եւ եթե նման որոշումների տակ լինի նախադեպ առաջին անգամ Հայաստանում իրականացված ընտրությունները կճանաչվեն չհամապատասխանող սահմանադրությանը եւ օրենքներին եւ նորաձևություններ կնշանակվեն, ինչը ինքը իրենով ժողովրդավարական որոշակի տենդենսներ ունի եւ կարելի է որպես կապիտալիստներ եւ ծախել ժողովրդավարական աշխարհին որպես գործողություն, որը տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում, միաժամանակ եթե նման որոշում չկայացվի, ապա դուք հարցրեցիք մանդատների վերաբերյալ, ես կարծում եմ, եթե ընտրությունների արդյունքները ճանաչվեն սահմանադրությանը համապատասխանող, ապա Հայաստանի ուժեղ Հայաստան դաշինքները կվերցնեն իրենց մանդատները եւ մենք կունենանք այն ազգային ժողովը, որի պատկերը այս պահին ձևավորված է։ Պարոն Ղևոնդյան, տեսեք, մինչ այդ փաստորեն քաղաքական ուժերը սպասում են ՍԴ-ի որոշմանը եւ նաեւ ուրեմն գիտեք նախորդ շաբաթ էլ Սամվել Կարապետյանն էր այսպես կոնսոլիդացիայի կոչ արել հետընտրական այս փուլում, գիտեք նաեւ Ռոբերտ Քոչարյանը ուրեմն մի քանի լրատվամիջոցների հարցազրույց տվեց, ասուլիս տվեց, որտեղ չբացառեց իշխանափոխությունը եւ հետաքրքիր վերլուծություն ուրեմն ներկայացրեց, հա, ասում է Փաշինյանը հավաքել է մոտ 40% ձայն, մնացածը կեղծվել է, նկարվել է կամ այլ տարբերակով է ձեռք բերվել, ասել է նա, ու այս ամենին զուգահեռ հենց նոր քիչ առաջ, րոպեներ առաջ մենք տեսնում ենք նոր աղմկահարույց բացահայտումներ, ձերբակալություններ, հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի հետ կապված հերթական բացահայտումն է արել, այս անգամ էլի Հայաստան դաշինքին առնչվող։ Այսպես հայտնի արտահայտության պես ուրեմն սելը ճռալու փոխարեն սել որն է ճռում։ Գիտեք, Ռոբերտ Քոչյանը շատ բան կարող է հայտարարել եւ ես համոզված եմ Ռոբերտ Քոչյանը շատ լավ գիտի այդ ամենի մասին, ինչու որովհետեւ ինքը այդ ամենի կնքահայրն է, ասես ասենք, իր ժամանակներում է եթե չասենք սկսվել, ապա գոնե զարգացել, ճյուղավորվել եւ հաստատվել Հայաստանում ընտրությունների ժամանակ կեղծարարություն իրականացնելը, հիշենք իհարկե 98 թվականի ընտրությունները, 99 թվականի ընտրությունները, որտեղ Վազգեն Սարգսյան Դեմիրճյան դաշինքը, որը ուներ ակնհայտ Հայաստանի ժողովրդի վստահություն, այնուամենայնիվ 51%-ը չհաղթարեց, բայց չգիտես ինչպես հետագա ընտրություններում Ռոբերտ Քոչյանը անընդհատ նկարում էր իր խոսքերով ասած իրեն 51%-ից ավելի ձայներ իրեն եւ իր ցանկացած քաղաքական ուժին, որը ազգային ժողովում պետք է հայտնվեր, ինչն էլ հիմքեր է տալիս հավանաբար նրան կարծելու, թե եթե իշխանությունները հաղթել են, ապա հաղթել են այնպես, ինչպես հաղթում էր ինքը։ Իհարկե իրավիճակը բացարձակապես այլ է, ընտրությունների թափանցիկությունը, ընտրությունների արդյունքների լեգիտիմությունը, որևէ մեկի կողմից կասետակ չեն դրվում։ Բացի Ռուսաստանից, պարոն Ղևոնդյան, բացի Ռուսաստանից։ Ռուսաստանը եւս պաշտոնապես Հայաստանի ընտրությունների լեգիտիմություն կասկածտակ չի դրել։ Ռուսաստանի իշխանությունը չի հայտարարել, որ չի ընդունում Հայաստանի ընտրությունները, որովհետեւ դրանք լեգիտիմ չեն։ Այո, կան մարդիկ, ովքեր իրավամբ համարում են կրամի խոսնակներ, ովքեր կարող են շատ հայտարարություններ անել, բայց այդ հայտարարությունները չի կանի, ինչպես ռուս քաղաքագետ Մարկեդոնովը մեկ անգամ ասաց, քանի դեռ դա չի ասել Պուտինը, դա չի ասել Ռուսաստանը։ Այսինքն եկեք ամեն դեպքում հաշվի առնենք, որ ցանկացած արտահայտության, հայտարարության կամ մոտեցման հիմքում պետք է լինեն որոշակի հաշվարկներ, առավել ևս եթե այդ հայտարարությունը պետությունը կատարում է որպես պաշտոնական դիրքորոշում։ Իսկ Ռուսաստանը չունի նման պաշտոնական դիրքորոշում, որը չի հայտարարել պաշտոնական կերպ, թե Հայաստանի ընտրությունները լեգիտիմ չեն եղել եւ չեն համապատասխանել այն չափանիշներին, որոնք պիտի լինեն։ Այնպես որ որևէ մեկը կասկածի տակ որևէ մի պետություն, որևէ մի արտաքին ուրեմն ուժային կենտրոն կասկածի տակ չի դրել այն, որ Հայաստանում ընտրությունները թափանցիկ են եղել եւ Ռոբերտ Քոչյանի հայտարարությունը, ինչպես ասացի, ամենայն հավանականությամբ հիմքում ունեն միայն իր անձնական փորձը։
Տեսեք, պարոն Ղևոնդյան, մենք գիտենք ուրեմն շարունակ պնդումներ եւ տեսնում ենք նաեւ շարունակ բացահայտումներ, որոնք ընտրություններից հետո էլ, հա, օրինակ չեն դադարել կոռուպցիայի կաշառակերության, ուրեմն ընտրակաշառքի դեպքերն են։ Հիմա ձեր գնահատմամբ այս գործերով, երբ իշխանությունն էլ մտահոգ է եւ օրենսդրական նախաձեռնություններով է հանդես գալիս, կլինեն այսպես լուրջ, ուրեմն եւ բացահայտումներ եւ պատժաչափ վճիրներ, որոնք կարող են օրինակ լրջագույն ազդեցություն ունենալ ամբողջ այս ընտրական գործընթացների վրա, թե սրանք տպավորություն ֆոն ստեղծելու համար են։ Գիտեք, ես կցանկանամ մի բան ասել, որը ակնհայտ է, բայց շատ-շատերը ամբողջ աշխարհում ոչ միայն Հայաստանում մոռանում են դրա մասին, քաղաքականությունը արդարության մասին, չէ, քաղաքականությունը շահերի մասին է։ Այնպես որ կլինեն բացահայտումներ, կդատապարտվեն մարդիկ, թե չեն դատապարտվի, կլինեն մարդիկ, ովքեր իրականում հանցանք են գործել, նրանք պատժվել թե չեն, պատժվի, այդ ամենը կախված կլինի նրանց քաղաքական նպատակարարություն եւ քաղաքական շահ կլինի, թե չի լինի։ Ի վերջո, եթե օրինակ պետք լինի Հայաստանի իշխանություններին, որ այն մարդիկ հանցանքը կապացուցվի, նրանք պատժվեն, նրանք կպատժվեն։ Եթե պետք չլինի, որ իշխանությունները ասել ես նկատի չունեն միայն քաղաքացիական պայմանագիր եւ Նիկոլ Փաշինյան, դատական իշխանությունը եւս իշխանության մաս է։ Նրանք դատական իշխանությունը կցանկանա, արդյոք գնալ այդ ճանապարհով պետք կլինի, արդյոք նրանց շահերից կբխի, դա նրանց շահերից կարող է բխել օրինակ արդար որոշում կայացնել, բայց նրանց շահերից կարող է բխել նաև ինչ-որ համաձայնությունների գնալ այդ ուժերի հետ։ Հայաստանի իշխանությունների շահերից էլ կարող է բխել այդ համաձայնությունները բացահայտել, պատժել դատավորներին, կարող է բխել այդ համաձայնությունները չբացահայտել եւ այլ բան ստանալ դրա դիմաց, որովհետեւ սա քաղաքականություն է, քաղաքականությունը բացառապես շահերի մասին է։ Այսինքն եկեք ուշադրություն դարձնենք, հասկանանք, հետևենք, տեսնենք արդյոք Հայաստանի Հանրապետության, Հայաստանի իշխանությունների, պետության որպես ամբողջություն, մեր հասարակության, քաղաքացիական հասարակության շահերը ինչի մասին են, փորձենք համադրել այդ շահերը եւ դրանից հետո նոր կարողանանք հասկանալ դեպի ուր են գնում զարգացումները, այդ մարդիկ պատժվելու են, չեն պատժվելու, դատապարտվելու են, չեն դատապարտվելու, թե մեկ այլ բան է տեղի։ Պարոն Ղևոնդյան, տեսեք, Ռոբերտ Քոչարյանը նաև իր այդ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ փաստորեն հնարավոր է Հայաստանում իշխանափոխություն։ Օրինակ բերեց, օրինակ 18 թվականից առաջ էլ իրավիճակը այնպես չէր եւ ընտրությունների արդյունքների հետ հաշտ չէին։ Իդեպ այս մասին նա ուրեմն հայտարարություններ արեց, ուրեմն վկայակոչելով Նիկոլ Փաշինյանին, որն ասում էր, եթե ձայների հետ հաշտ չեք, ապա ինչու հեղափոխություն չեք անում։ Նա ըստ էության ասաց, էլ Թունիսի օրինակը բերեց, բոլոր հնարավոր օրինակները բերեց, ուրեմն ցույց տալու, ազդարարելու, որ հնարավոր է։ Դուք ինչ եք կարծում, ընդհանուր մինչև ուրեմն եթե Սամվել Կարապետյանի առաջարկն էլ ընդունել լինի, թեև մենք տեսնում ենք, որ նրանք չեն էլ շտապում այդ առաջարկին ընդառաջ գնալ։ Եթե նրանք համախմբվեն եւ այդ մեծ հանրահավաքն էլ անեն, արդյոք փոփոխություն իրավիճակի վրա կամ հեղափոխության որևէ շանս ունեն նրանք իրականացնելու։ Ռոբերտ Քոչարյանը եւ նրա կողմնակիցները իշխանության փոփոխության մասին խոսում են 2018 թվականից սկսած, այնպես որ լուրջ վերաբերվել նման հայտարարություններին պետք չէ, բայց պետք է հաշվի առնել, որ նման հայտարարությունները կարող են հիմք ունենալ այլ նպատակներ, օրինակ շարունակել ստանալ աջակցություն եւ ռեսուրսներ այնտեղից, որտեղից նրանք աջակցություն եւ ռեսուրսներ ստանում էին մինչեւ հիմա, համոզելով, այսպես ասենք, որ այո, Հայաստանում հնարավոր է մի փոքր ինչ-որ մի բան կփոխվի։ Ինչևէ դա իրենց խնդիրներն են, իրենց խնդիրները թող իրենք լուծեն։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչու այս իրավիճակը բացարձակապես տարբեր է 2018 թվականի իրավիճակից, այստեղ կա մի շատ կարևոր հարց, որին պետք է ուշադրություն դարձնել։ 2018 թվականին Հայաստանում հեղափոխություն է եղել այն պատճառով, որովհետև Հայաստանի հասարակությունը ընտրությունների միջոցով իր ցանկության հիման վրա իշխանություն ձևավորել չի կարողացել։ Մինչև 2018 թվականը դա հնարավոր չէր։ Այսօր Հայաստանի հասարակությունը իր ցանկությունների, իր մոտեցումների, իր կարծիքի հիման վրա իշխանություն է ձևավորում։ Այնպես որ հեղափոխություն անողները բավարարված են, իսկ այդ մարդիկ բավարարված են, նրանք սովորաբար փողոց դուրս չեն գալիս եւ հեղափոխություն չեն անում։ Պարոն Ղևոնդյան, դուք Ռուսաստանի հանգամանքը նշեցիք նաև, տեսեք, մինչ այսօր այդ շնորհավորանքը չկա եւ կարծեք թե արդեն
իշխանությունն էլ համակերպվել է, որ այդ շնորհավորանքը չի լինելու։ Այնուամենայնիվ կարծում եք կսպասի ռուսական կողմը հիմա այդ սահմանադրական դատարանի որոշմանը։ Մինչ այս գիտեք կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմանն էին սպասում, բայց այդ որոշումը եղավ եւ դարձյալ ուրեմն այդպես էլ սարը տեղից չշարժվեց։ Չեմ կարծում, որ այստեղ սպասման խնդիր կա, այստեղ ավելի շուտ ժամանակ ցկցկելու խնդիր կա։ Ռուսաստանը ցանկանում է դեռևս պարզել իր հարաբերությունները նախ այն մարդկանց հետ, ովքեր համոզում էին, թե իշխանությունը ուր որ է վերցնելու են, տեսեք Քոչարյանն էլ հայտարարում է, թե իշխանապողության հնարավորություն կա 1 տարի հետո նման հայտարարություններ անում։ Եթե չեմ սխալվում, սա եւս այդ դաշտից է եւ Ռուսաստանում հիմա փորձում են հասկանալ, թե ինչ եղավ այն մարդկանց հետ կամ ինչ անել այն մարդկանց հետ, ովքեր 1 տարի առաջ էին ասում 1 տարի հետո կա իշխանություն փոխելու հնարավորություն եւ այստեղ իմ կարծիքով գնում են ներքին խոսակցություններ, բարձաբանումներ, հաշիվների բարձումներ եւ այլն։ Եվ չեմ զարմանա օրինակ, որ մարդիկ լինեն, ովքեր իրենց աշխատանքը կորցնեն Ռուսաստանում, պաշտոնը կորցնեն, մարդիկ լինեն, ովքեր հաշվի առնելով թե Ռուսաստանը ինչպիսի պետություն է, հանկարծ պատահաբար ընկնեն ավտոմեքենայի տակ կամ նման ինչ-որ բաներ լինեն, որովհետեւ մեծ ռեսուրսներ են ծախսվել, բայց արդյունքը փաստացի չի բավարարում Մոսկվային։ Այնպես որ ոչ թե նրանք չեն ցանկանում շնորհավորել, այլ ավելի շուտ կարելի ասել նրանց գլուխը խառն է, բայց ցանկանում են հասկանալ, թե ինչու այսպես եղավ, իրենք սպասում էին այլ բան։ Իսկ շնորհավորանք ես կարծում եմ ամեն դեպքում կլինի, շատ հնարավոր է շնորհավորանք լինի օրինակ անձնական հանդիպման ժամանակ, երբ Փաշինյանը պաշտոնական այցով Մոսկվա կմեկնի, թեևս հույսով եմ, որ դա առաջին պաշտոնական այցը չի լինի վերընտրվելուց հետո Փաշինյանի։ Գուցե լինի նաև ոչ անձնական շփման ժամանակ, գուցե սահմանադրական դատարանի որոշումից հետո ի վերջո այդ հաշիվների բարձումների վերջը կա կամ իրավիճակը որոշակորեն ավելի բարձ լինի Կրեմլի համար եւ նրանք շնորհավորեն, շատ տարբերակներ այստեղ կան, բայց այն, որ Ռուսաստանը շնորհավորելու է, կարծում եմ կասկածից վեր է։ Տեսեք, Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել կենտրոնական ընտրական հանձնաժողովին, ուրեմն Քոչարյանը վարչական դատարանին խնդրում է անվավեր ճանաչել իրեն անձեռնմխելիությունից զրկելու մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, գիտեք, անցնող շաբաթվա ընթացքում ԿՀ-ն այդպիսի որոշում կայացրեց եւ հիմա Քոչարյանը նաեւ ըստ էության հայտարարում է, որ պատրաստ է, ուրեմն եթե որոշեն, որ ուրեմն նա հայտնվելու է բանտում, ինքը պատրաստ է եւ հնարավորություն կունենա իր գրքի երկրորդ մասը գրելու։ Պարոն Ղևոնդյան, ասում է ժամանակ կունենամ, փաստորեն պատրաստ է նաեւ դրան։ Ձեր գնահատմամբ այս բոլոր գործընթացները նաեւ իրավական, թեև գիտեք վաղեմության ժամկետն է անցել եւ այլն, կհանգեցնեն նրան, որ Ռոբերտ Քոչարյանը կզրկվի ազատությունից։ Գիտեք, ես ճիշտ ասած մի փոքր չեմ հասկանում դատախազության վարքագիծը։ Դատախազությունը ինչու է դիմում կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ անձնամխելիությունից զրկում Ռոբերտ Քոչարյանի այս պահին։ Պարզ է, այսինքն հայտնի է, որ Ռոբերտ Քոչարյանը ազգային ժողով չի գնալու, նա հայտարարել է դրա մասին, այսինքն մանդատը չի վերցնելու։ Ինչը նշանակում է, որ ընդամենը օրեր անց, երբ մանդատները արդեն կբաշխվեն, Ռոբերտ Քոչարյանը տեխնացուի անձնամխելիությունից կզրկվի, իսկ պատգամավորի անձնամխելիություն չի ունենա։ Եվ հանգիստ կարելի է նրա նկատմամբ քրեական գործ հարուցել, կարելի է նրան ձերբակալել առանց որևէ մեկին դիմելու։ Ամենայն հավանականությամբ դատախազությունը որոշել է քաղաքական աստար տալ այս գործին եւ դրա համար է դիմել հիմա կենտրոնական ընտրական հանձնաժողով, ինչը նշանակում է, որ այնուամենայնիվ այստեղ որոշակի քաղաքական նպատակահարմարություն կա։ Ես խոսեցի շահերի մասին, հավանաբար դատախազության շահերից է ելնում կամ իշխանության շահերից է ելնում այս բանի քաղաքական նշանակություն տալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու հարցին։ Եթե այդպես է, ապա երբ գրքերը հանդարտվեն, ամենայն հավանականությամբ հարցը մոռացության կմատնվի։ Իսկ եթե այդպես չէ եւ այս պահին ինչ-որ շատ շտապ բան կար, նոր բաներ դատախազությունը գտել, որը նախկինում չկար եւ անհրաժեշտ է Ռոբերտ Քոչարյանին զրկել ինչ-ինչ իրավունքներից, ապա գուցե ամեն դեպքում նա հայտնվի բան։ Դա գիրքը գրելու մասին դա իր անձնական իրավունքն է, եթե ցանկանում եք գիրք գրել, կարող եք գրել, մենք էլ կկարդանք, կգնահատենք եւ ըստ այդմ կհասկանանք, թե այս անգամ ինչ է ցանկանում, ինչպես է ցանկանում մոլորեցնել Հայաստանի հասարակությանը, Հայաստանի երկրորդ նախագահը։
Պարոն ընտրություններին 3200 ձայն ստացած Հայազգային կոնգրեսն է նոր հայտարարությամբ, նախաձեռնությամբ հանդես եկել, ուրեմն առաջարկում է ոչի միասնական շարժում Հայաստանում, նա հայտարարում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման համար սահմանադրական մեծամասնություն ձևավորելու պատրվակով Նիկոլ Փաշինյանը հիմա էլ սկսել է ժողովրդավարական ու քաղաքացիական ազատությունների սահմանափակման գործընթաց եւ փորձում է որպես ուրեմն այսպես ասած բոլոր այդ ուժերին պատերազմի կուսակցություններ անվանել դուք ինչպես եք գնահատում այս նախաձեռնությունը որևէ ուժի կհետաքրքրի այն թե ոչ եւ ինչ կտա արդյոք Նիկոլ Փաշինյանը այս փոփոխությունները նախաձեռնել է կամ նրա թիմը գիտեք առանձին падգամավորներ հատկապես այն մասով որ վերջին 1 տարվա ընթացքում քաղաքացին գոնե 6 ամիս պետք է Հայաստանի Հանրապետությունում ապրել այսպիսի հետին մտքեր է հետապնդել։ Գիտեք, նախ լավ կլիներ, որ այնպիսի մի կուսակցություն, որը ստացել է ընդամենը 3000 ձայն համազգային բառը օգտագործես մի քիչ զգույշ լիներ։ Ես ճիշտ ասած, եթե այդ կուսակցությունից լինեի կամ այդ կուսակցության հետևորդ լինեի, մի փոքր ամոթ կզգայի նման հայտարարություն անել նման արդյունքից հետո, բայց եկեք ամեն դեպքում քաղաքական վերլուծության փորձենք ենթարկել այդ կուսակցության եւ նրա իրավանախորդների գործունեությունը, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը չկարողացավ իր իշխանության տարիներին ժառանգորդ աճեցնել եւ իշխանությունը փոխանցել, ինչը ակնհայտորեն խոսում է նրա քաղաքական գործընթացների շատ վատ տիրապետման մասին, գիտեք թե ինչպես է իշխանություն ցերացել Լևոն Տեր-Պետրոսյանը, այնպես էլ փաստացի նա չկարողացավ իր քաղաքական ժառանգորդին աճեցնել եւ այդ քաղաքական ժառանգորդին փոխանցել իր հնարավորությունները, որպեսզի նա կարողանա Հայաստանի Հանրապետության մեջ քաղաքական գործունեություն ծավալել եւ որոշակի աջակցություն ստանալ։ Եվ փաստացի ՀԱԿ-ի կամ նախկին ՀՀՇ-ի այժմ ՀԱԿ դարձած երիտասարդ սերունդը, երիտասարդ ասել նկատի ունեմ երկրորդ սերունդը Լևոն Տեր-Պետրոսյանի սերնդից հետո մսխում է իր առաջին սերնդի ունեցած քաղաքական կապիտալը եւ մսխել է այնպես, որ այս պահին նրանք ոչինչ չեն որոշում քաղաքական դաշտում եւ նրանց հայտարարությունները ինչ ասեմ, ընդամենը օդ կրակելու նման մի բան են, որոնց մասին մենք կարող է լսենք, հաջորդ պահին մոռանանք, առավել եւս որ գիտենք ընտրություններից առաջ նրանք փորձեցին ինչ-որ կերպ խցկվել այն կուսակցության շարքերը, որը ուներ հնարավորություն հաղթահարելու եւ հաղթահարեց անցորոշումը, խոսքը ուժեղ Հայաստանի մասին է, բայց նույնիսկ այնտեղ նրանք որևէ մեկին պետք է տան։ Թե ինչու են որոշել, որ ընտրություններից հետո իրենց հայտարարությունները որևէ մեկին պետք է, երևի պետք է իրենց հարցնել, բայց ակնհայտ է, որ որոշել են, որովհետեւ չեն հասկանում քաղաքական գործընթացները, այնպես ինչպես իրենց նախահայր կամ իրենց քաղաքական նախահայր Լևոն Տեր-Պետրոսյանը չէր հասկանում եւ այդ պատճառով ինչպես ասացի չի կարողանում ժառանգորդ աճեցնել կամ ժառանգորդ դաստիարակել արդեն երկրորդ անգամ արդեն ոչ թե իշխանության այլ քաղաքական կապիտալը պահպանելու եւ զարգացնելու համար։ Այս ամենը պարզապես քաղաքական դաշտում իր մասին հիշեցնելու փորձ է ձեր գնահատմամբ այսպիսի հայտարարությունները։ Ես ճիշտ ասած չէի փորձի այդպես ինչ-որ հիմքեր, իմաստ կամ այդպես ինչ-որ համակարգված նպատակային բան փնտրել դրա տակ։ Քնից արթնացել են, որոշել են նման հայտարարություն անել, նման հայտարարություն արել են։ Դա է հուշում նրանց վերջին ժամանակների կոնկրետ այս պահին այդ կուսակցության ղեկավարների վերջին ժամանակների ամբողջ գործունեությունը։ Շնորհակալ եմ պարոն Ղեմոնդյան։ Ես եմ շնորհակալ։ Զրուցում էի հայկական խորհրդի փորձագետ քաղաքագետ Ռոբերտ Ղեմոնդյանի հետ։ Կալանավորվել է Բարգավաճ Հայաստան կուսակցության падգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանի որդին Կամո Գրիգորյանը, որը 1 տարի է հետախուզման մեջ էր խուլիգանության վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում։ Կամո Գրիգորյանը կալանավորվել է 2 ամիս ժամկետով տեսակցությունների սահմանափակմամբ։ Կամո Գրիգորյանը փաստաբանի հետ ինքնակամ է ներկայացել քննչական մարմին։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցված Հայաստանի քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով մի խումբ անձանց
անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը, 297-րդ հոդվածի 3-րդ մասով խուլիգանություն եւ 335-րդ հոդվածի առաջին մասով հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի սարքերի առարկաների ապօրինի շրջանառությունը հոդվածներով։ Միջադեպը տեղի էր ունեցել Գյումրիի տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններից հետո 12 տարի առաջ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու Վահե Ղուկասյանի կողմից սպանված Մարթուն Գրիգորյանի մտերիմներից Շեկո Մականունով Արտյոմ Կարապետյանի որդու եւ Կամո Գրիգորյանի միջև ըստ շրջանառվող տեղեկությունների վիճաբանությունը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Մարտուն Գրիգորյանի ղեկավարած Մեր քաղաքը խմբակցության աջակցությամբ Վարդան Ղուկասյանն ընտրվել էր Գյումրիի քաղաքապետ։ Ռոբերտ Քոչարյանը օրերս հրավիրած ասուլիսի ժամանակ այսպես կոչված յուրահատուկ վերլուծություն է արել։ Փաշինյանը հավաքել է մոտ 40%, մնացածը կեղծվել է, նկարվել է կամ այլ տարբերակով է ձեռք բերվել, ասել է նա։ Քոչարյանն իշխանափոխության տարբերակը հավանական է համարում, հարցին թե ինչու իշխանափոխություն չեն անում, եթե իսկապես հավատացած է, ընտրությունները կեղծվել են, ինչպես խորհուրդ է տալիս Նիկոլ Փաշինյանը, Քոչարյանն արձագանքել է։ Իմիջիայլոց 17 թվականին Նիկոլ Փաշինյանը չի դիմել Սահմանադրական դատարան, չի բողոքարկել ընտրությունների արդյունքները 2017 թվականին։ Բայց 9 ամիս հետո եղավ հեղափոխություն։ Եղավ, չէ՞։ Հիմա կեղծիքների մասին ամբողջ նախընտրական ժամանակաշրջանը եղել է ոտից գլուխ կեղծիքների շղթա։ Մեկը մեկին համալրող։ Ոչ մի իշխանություն այսպիսի ծավալով բյուջետային կաշառքներ չէր կիրառում, սա մեկ։ Ոչ մի իշխանություն պատերազմի սպառնալիքով չէր ահաբեկում սեփական ժողովրդին, ոչ մի իշխանություն։ Ես չեմ հիշում որևէ դեպք, երբ պատերազմով ահաբեկելը կիրառվեր ինչ-որ մեկի կողմից։ Ոչ մի իշխանություն այս կարգի ճնշումներ նաև բյուջետային համակարգի վրա, կրկնեմ նաև այսքան քրեական գործեր, որոնցով ուղղակի կազմալուծում էին ընդդիմության շտաբները տեղերում։ Ոչ մեկը այսպիսի բաներ չի կիրառել։ Սա ինքը իրենով ամեն մի այդ հարցերի բլոկը պետք է գնահատվի, թե ինչ կարգի ազդեցություն կարող էր ունենալ։ Օրինակ, մի քանի 100,000 թոշակառու ստացել են բյուջետային կաշառք։ Հիմա քանի թոշակառուի վրա է ազդել այդ ընտրակաշառքը իր ընտրությունը կատարելու տեսանկյունից։ Կա այսպիսի գնահատական։ Դրան գումարենք այն ինչ կատարվել հենց ընտրությունների օրը։ Մենք հիմա ստուգում ենք ցուցակները, մոտավորապես 30,000-ի տարբերություն կա բյուլետենների քանակի եւ ստորագրությունների մոտ 30,000-ի տարբերություն։ Հիմա սրա բացատրությունը պետք է տան։ Բացատրությունը չկա։ Այսպես ասենք, այն ինչ կիրառել է այս իշխանությունը մի 2-3 ամսվա ընթացքում միջև ընտրությունները, եթե այդքանը կիրառվեր, օրինակ Խաչի գյուղից մի գյուղացու, որին ոչ ոք չճանաչեր, ենթադրում եմ մի քիչ ավելի մեծ տոկոս կհավաքեին, քան Նիկոլ Փաշինյանը։ Ամենայն լրջությամբ եմ ասում։ Եթե մի լրիվ անհայտ մարդ հայտնվեր դաշտում եւ ասեր թոշակառուներ ջան 10,000 դրամով ավելացնում եմ, վարորդներ ջան ձեզ բալային համակարգը վերացնում եմ եւ մի շարք այլ քայլերը, որ ուղղակի արձակուրդում գտնվող վարչապետը հայտարարություններով անում էր։ Եվ հայտնվեին եվրոպացի առաջնորդներ, որոնք ասեն, այս տղանը սրանից լավը չկա, հենց ինքը եղավ, դուք դառնում եք եվրո ռեմոնտով Հայաստան։ Քոչարյանն անդրադարձել է հարցին, թե ինչ կանի, եթե նորից բանտում հայտնվի, պարզվում է գրքի երկրորդ հատորն է մտադիր գրել։ Գրքի շարունակությունը կգրեմ։ Ժամանակ չեմ գտնում ուղղակի գրքի երկրորդ հատորը գրել։ Հանգիստ եմ նայում, իդեպ այս քրեական գործը վաղեմությունը շատ վաղուց անցած քրեական գործ է եւ քրեական գործը հարուցվել է մեկ նպատակով սեկտը փակել։
Հենց մի մանր վատություն անել, մենք իհարկե բողոքարկելու ենք, որովհետև այդ քրեական գործում չկա ոչինչ։ Ես հիշեցնեմ, երբ որ համանadrական կարգի տապալման գործեր, ինչ էինք մենք ասում այն ժամանակ։ Ասում ենք, որ դատարկ գործ է, բան չկա։ Փաստաբանները հոգնել են հարցազրույցներ տալով, վերջը հաղթել ենք եւ արդարացվել են այդ մարտի 1-ի համանadrական կարգի տապալման գործով։ Այդ համբերությունը ունենք, վճռականությունը ունենք։ Մի հատ տեսնենք։ Վերջով ովա նստելու։ Նա հնարավոր է համարել իշխանափոխությունն այս փուլում։ 2017 թվական խորհրդարանական ընտրություններ հանրապետական կուսակցության համոզիչ հաղթանակը։ Հիշում եք, մոտ 9 ամիս անց հեղափոխություն, թավշյա, թե ոչ թավշյա, դա ասենց երկրորդ հարցն է, իշխանափոխություն։ Հնարավոր է դա։ Ասենց տեսական բաներ չեմ ասում։ Պատմական օրինակներ բերեմ, օրինակ Թունիս 2000 Եթե չեմ սխալվում 10 թվական Ben Ali-ն 90% ձայներով ընտրվում է Թունիսի նախագահ։ Ուղիղ 12 ամիս հետո հեղափոխություն եւ Ben Ali-ն փախնում է Սաուդյան Արաբիա։ Հետո ավելի ուշ տարիներ հետո մահանում է Սաուդյան Արաբիա։ Հնարավոր է։ Հնարավոր է։ Ուղղակի այդ վիճակը պետք է զարգացնել, որոշ հանգամանքներ պետք է իրար հանդիպեն, ասենց կոպիտ ասած, օրինակ Թունիսում դա եղավ, եթե չեմ սխալվում, հացի թանկացում եւ այլ, բավական այլ process-ներ կար, բայց հասունացած մի բան կար, որը պայթեց։ Եվ երբ ռեժիմը ունի բռնապետական ասենց հակումներ, դժվար է գնահատել իրական տրամադրությունը մարդկանց։ Նախորդ շաբաթվա վերջին Սամվել Կարապետյանը ընդդիմադիր ուժերին կոչ էր արել համախմբվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնելու օրակարգով։ Մի քանի լրատվամիջոցներին տված հարցազրույցում ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելուց բացի Կարապետյանը խոսել էր ճիշտ պահին փողոցային պայքարը գեներացնելու ու մեծ հանրահավաք կազմակերպելու մասին, որը պետք է ունենա արդյունք։ Այն ընդդիմադիր ուժերը, ում համար թանկ է մեր երկիրը, կարձագանք են ու մենք անպայման կստեղծենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիա։ Հայտարարել էր Կարապետյանը։ Խորհրդարանական ընտրություններին մասնակցած ընդդիմադիր ուժերը դեռ որոշում չունեն ուժեղ Հայաստանի առաջնորդ Կարապետյանի համախմբման առաջարկի շուրջ, ոմանք կոնկրետ առաջարկների են սպասում, ոմանք էլ նախապայմաններ են դնում։ Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի եւ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Հայաստան կուսակցությունների դաշինքի պատգամավորի տեխնացուները նույն դաշինքի համակիրների եւ այլ անձանց հետ ազգային ժողովի ընտրություններին հիշյալ դաշինքի օգտին քվեարկելու, ինչպես նաեւ ընտրակաշառքի դիմաց նշված դաշինքի օգտին քվեարկելու պատրաստական անձինք հավաքագրելու պայմանով Շիրակի մարզի մի շարք բնակիչների տվել են տարբեր չափերի ընտրակաշառք։ Դեպքի արդիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձեռնարկակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ ու վարութային այլ գործողություններ։ Եվ այս պահին զրուցելու եմ Գյումրիի ժուրնալիստների ասպարեզակումբի ծրագրերի համակարգող Լևոն Բարսեղյանի հետ։ Պարոն Բարսեղյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Հազար բարի։ Պարոն Բարսեղյան, անդրադառնանք Ռոբերտ Քոչարյանի մի շարք հայտարարությունների, որից հետո, գիտեք, հետընտրական փուլում ուրեմն ինչպիսի զարգացումներ են, կանդրադառնանք այլ թեմաների։ Բառացի եմ մեջբերում Քոչարյանի խոսքը, ոչ մի իշխանություն այսպիսի ծավալով բյուջետային կաշառք չէր բաժանել, պատերազմով չէր ահաբեկել, այսքան քրեական գործեր չէին հարուցվել, կազմակերպելու, ուրեմն կազմալուծելու ընդդիմության շտաբները եւ որևէ ժամանակ այսպես բյուջետային մեծ ընտրակաշառք թոշակառուներին չէր բաժանվել, ուրեմն քանի որ դուք շատ լավ գիտեք նաև Ռոբերտ Քոչարյանի ուրեմն իշխանության տարիները, որքանով է անկեղծ Քոչարյանը իր այս հայտարարություններում, համեցեք։ Շնորհակալություն։ Քաղաքականության մեջ, ինչպես ասում են, պարոն Քոչարյանի եւ մյուսների լեզուն ոսկոր չունի,
Բավական է հիշել, թե ինչ կեղծ տեղեկանքներով է առաջադրվել 1998 եւ 2003 թվականներին պարոն Քոչարյանը որպես նախագահի տեխնացու, դրանից հետո այլևս հետաքրքիր չի լինի իր պատմածները, եթե նույնիսկ պատմածների մեջ ինչ-որ բան էլ ճիշտ լինի, էլի։ Խարապ ժամացույցն էլ, փչացած ժամացույցն էլ օրական 2 անգամ կարող է ճիշտ ցույց տալ, պետք է որ ցույց տա, էլի։ Ստիվեն Հոքինգի բանաձևն էլ չպատմեմ, էլի, որ ասում է, եթե կապիկները ժրաջանորեն գրամեքենայի վրա կտկտացնում են, կա հավանականություն, որ կարող է Շեքսպիրի սոնետներից մեկը ստացվի արդյունքում։ Այնպես որ շատ լուրջ վերաբերվել կեղծ տեղեկանքով տեխնացու առաջադրված մարդու խոսքերին, այսպես կոչված վերլուծությանը, չգիտեմ ինչ վերլուծություն է, հա, չարժե, որովհետև այդքան պարապ չենք, ազատ չենք, օրն էլ երկուշաբթի է, իր տեսակետներն են լավագույն դեպքում, իր այսպես կոչված մեկնաբանություններն են, որոնք ընդամենը թախծոտ ժպիտ են հարուցում, կատակ չեմ անում, շատ դժգոհ է ըստ երևույթին, հա, որ ընտրակաշառք բաժանողներին են բռնել, երևի շատ դժգոհ է, որ ուրեմն բյուջեից սոցիալական կարիքների համար ծախսեր են արվել, անունը տնում է ընտրակաշառք եւ այլն եւ այլն եւ այլն, ինչ անենք, միթե դժգոհ է, թող դժգոհ մնա, մենք էլ ժամանակին ցույցերի ժամանակ ծեծ էինք ուտում, դժգոհ էինք մնում, քննադատում էինք, երևի դժգոհ է, որ բանակ չեն բերել ցուցարարների թեմ, ցուցարար չեն գնդակահարել, էլ ոնց ասեմ, այսինքն չարժե կերակնահատել Քոչարյան Ռոբերտի մտքի հնարավոր տեսական խորությունը, էլի։ Դատելով են մտքերից, որոնք արտասանել է թարմ մտքերից, որոնք քիչ առաջ հեռարձակեցիք, ես համոզմունք ունեմ, որ ինքը ավտորիտարիզմի կամ բռնապետության էությունը չի հասկանում, չի ընկալում, որ դա բան է, պետության լավագույն ապագայի, հանրության լավագույն ապագայի հետ կապ չունեցող մեխանիզմ է, դա վնասակար մեխանիզմ է եւ քաղաքացիների համար եւ պետության համար, ու բանը շարունակ ինչ-որ համեմատություններ է բերում, բաներ է Թունիսից է բերում, то չգիտեմ Բենալի, էսեն, էս կողմ են գնում, հետո փորձում է բացատրել, որ այնուամենայնիվ իշխանություն փոխելու մեխանիզմը սոցիալական բունտն է, բա ծերներով է բռնել, 5 տարի փորձում էիք մինչև քոքներ, ինչն էր, հա, մաշեցնել, բոլոր հնարավորություններից օգտվեցիք, ցույցեր, հանրահավաքներ, փրկության գործողություններ եւ այլն, մի չստացվեց, ինչ է պատահել, էլի շարունակեք անել, ես իհարկե չեմ ուզում սխալ հասկացվել, բոլորի, այդ թվում Քոչարյան Ռոբերտի իրավունքն է համանդրության շրջանակներում պայքարել քաղաքական գերազանցության հասնելու համար։ Կհասնեք, հասեք, ինչ է եղել, ինչ է, սարսափելի բան չկա, արեք, հա, գիրք է գրելու, ինչ-որ երկրորդ հատոր է գրելու, ինչի երկրորդ հատոր, կամ ով է գրելու այդ գիրքը, տառասխալներով է գրելու, հաղթական երիտասարդություն, բան, գրեք, իհարկե ես կարդացողը չեմ, որտեվ այն տեղեկանքի փաստի ցեսկոմ ինքը հետաքրքիր չէ ինձ որպես քաղաքական գործիչ, ուզում է երկնքից կրակ իջեցնի, կամ գոնե ելնի բացատրի, ասի ժողովուրդ ջան, կեղծ տեղեկանքով գնացել նախագահի տեխնացու եմ առաջադրվել, այս բանի խաթեր, կարող է մարդիկ մտածեն, ասեն, այ մարդ, տես ճիշտ է արել, էլի որ թքել է սահմանադրության վրա, բացատրություն էլ չի տալիս, ոչ մի կերպ չի բացատրում, կամ ելնի բացատրի, թե ինչպես է շատ մեծահարուստ դարձել, պետք է բացատրի, էլի մարդկանց պետք է օգնի, որ մարդիկ կարողանան նույն մեթոդից օգտվելով հասնել այնպիսի բարեկեցության, կենցաղային բարեկեցության, էլի, հա, ինչպիսին ինքն ու իր ընտանիքն է հասել։ Այս երկու մանր բաները, որ բացատրի, արդեն մարդիկ սկսեն լուրջ լսել իր հարցազրույցները, մեկնաբանությունները, քաղցր զրույցները կամ քաղցրի տեղ կոխացվող զրույցները։ Ահա այսքանը սիրելի Պարոն Բարսեղյան, բայց ինքը մեկ անգամ չէ, որ այդ մեծահարուստ ուրեմն միլիոնատեր թեմաներին անդրադարձել է, ասում է ինչ վատ է, ուրեմն աշխատատեղեր ենք բացել, գործարաններ, ուրեմն ինչ վատ է, տղան հաջողակ է եւ այլն, բացահայտումներ տրվել են այդ առումով։ Էլի չեք ուզում լսել նրանից, որ չի ասել։ Ներողություն, խոսքը ոչ թե բացահայտումների, այլ արդարացումների մասին է, սրանք տարբեր բաներ են։
Տղա ջան, ինչու խփեցիր Շուշեն, ջարդեցիր, կարող է լիքը բաներ պատմել են Օչիլի անեկդոտի նման, բայց չպատմի թե ինչու խփեց Շուշեն, ջարդեց։ Ինչու բանակ բերեցիր սահմանից ցուցարարների դեմ։ Ինչու կեղծ տեղեկանք տարար։ Կարելի ասել, դե երկիրը ճգնաժամի մեջ էր, որոշել էի փրկել, ճիշտ կլիներ, որ արցախցին լիներ Հայաստանի Հանրապետություն, դրանք արդարացումներ են։ Դրանք բացատրություններ չեն։ Հիմա երբ խոսել է իր հարստության մասին, ես լսել եմ, դրանք բացատրություններ չեն եղել։ Առավելևս դրանք մեթոդական ցուցումներ չեն եղել։ Կան, չէ, բաներ, մարդիկ կան, որոնք մի քանի միլիոն, տասնյակ, 100 միլիոնավոր գրքերով տպաքանակով գրքերի հեղինակ են եւ բացատրում են ինչպես անել հաջողակ բիզնես։ Հիմա ի՞նչն է խանգարում, որ Քոչարյան Ռոբերտը այդ երկրորդ գիրքը բանդում կգրի թե տանը կգրի թե ինչպես կարելի է միլիոնատեր դառնալ, մուլտիմիլիոնատեր։ Այն որ ասել թե տղաս հաջողակ բիզնեսմեն է, գիտեք թվերով այս ունեցվածքը չի հաստատվում բնականon օրինական բիզնես վերաներդրումներով, սուպեր շահութաբեր գործերով, բաներով չի ստացվում այն արդյունքը, որը հիմա ստացվել է գոնե այն մասը, ինչը պետությունը փորձում է արգրավել հօգուտ Հայաստանի Հանրապետության։ Դրանք այդ թվաբանությունը չի ստացվում։ Կարելի ասել հարստացել են, որտեղ մեր ընտանիքը տքնաջանորեն աշխատել է, բայց սա բացատրություն չէ։ Գիտեք, սա կարիքավոր մարդուն կամ միջին եկամուտների տեր մարդուն, որ բացատրում եք, ինքը ասում է, գիտեք, մենք էլ ենք օրու գիշեր աշխատում, ընտանիքով աշխատում ենք, բայց ոնց որ չի ստացվում։ Ուրեմն մենք ինչ որ բան այնպես չենք անում, ինչպես հաջողեցրել է պարոն Քոչարյանը, փառք ու պատիվ իրեն մուլտիմիլիոնատեր է դարել։ Հիմա խնդրում ենք այդ ցուցումները մի 10 էջի մեջ էլի ընդհանուր խորհուրդներ չէ, էլի որ առավոտյան ժամը 6-ին արթնացեք, ուշ քնեք, ասենք սուրճը ժամը 6-ից հետո մի քնեք, բան սրանք է, այս ջրալի պատմությունները ամենտեղ կարելի է գտնել, այս բանին, արհեստական բանականությանն էլ կարելի է հարցնել, բայց երբ նույն արհեստական բանականությանը հարցնեք, թե ինչպես կարելի է Քոչարյանի նման հարստանալ, այդ հարիֆի ուղեղը կկախի, էլի, որովհետև օրինական ճանապարհով տրամաբանություն չկա այսպիսի հարստացման տեմպի մեջ։ Այս է, որ բացատրություն չի եղել եւ եղել է արդարացում։ Խելացի ենք եղել, աշխատել ենք, հալալ եղնից էս։ Դա պիտի բացատրվի։ Տեղեկանքը, կեղծ տեղեկանքը չի եք տարել ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Այս իշխանությունը իշխանություն չէ, որ շատ վաղուց, հիմա էլի ուշ չէ, վաղեմության ժամկետ կա, ինչ կա, կարևոր չէ։ Գնա այդ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վզից բռնի այն ժամանակվա ովքեր որ կան ողջ են, տեղեկանք տանողը ողջ է, ինքն է տանի ասի հլարի պատմի ախպեր ջան, հլարի նայեմ, այս տեղեկանքիդ մեջ գրած է որ դու վերջին 10 տարում եղել ես Հայաստանի Հանրապետության մշտական բնակիչ, վերջին 10 տարում եղել ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, բայց դու ուրիշ փաստաթղթեր ունես, որոնցով այդպես չէ։ Հիմա սրանցից ո՞րն է ճիշտ, կամ դու իսկապես չես եղել Արցախի նախագահ ու Արցախի մշտական բնակիչ, կամ Հայաստանինը չես եղել։ Երկու դեպքում էլ մենք գործ ունենք քրեական հանցագործության հետ։ Արցախի դեպքում գոյություն չունեցող պետության քրեական օրենսգրքով քրեական հանցագործ է ստառնում։ Մերով ու առավելևս հիմա առաջադրվում ես, մերով է ստառնում քրեական հանցագործ։ Եթե այնտեղ ես եղել օրինական վերջին 10 տարվա, գիտեք, սա շատերին թվում է մանրուք։ Իմ այս պնդումները ոմանց համար, նույնիսկ այս իշխանության համար թվում են, դե լավ է, դե հիմի բոլորս գիտենք, հետո ինչ որ բոլորս գիտենք։ Հիմա Քոչարյան Ռոբերտը այս պրիմիտիվ, շատ պրիմիտիվ հարցերին պիտի պատասխանի, պիտի ելնի ասի ժողովուրդ, չգիտեմ, այսպես է եղել, ներողություն եմ խնդրում, թե այդ ներողությունն ում է պետք, բայց ինքը ներողություն խնդրող տեսակ չէ, եւ այլն եւ այլն։ Այնպես որ խոսելը դեռ չի նշանակում հիմնավոր բաներ ասել։ Ով ասեք կարող է խոսել, 2 տարեկան երեխան էլ կարող է խոսել։ Հետո լուրջ ենք ընդունել ու նստելու ենք քննարկել, թե ինչ է խոսում։ Այսինքն երբ որ տրամաբանությունը ջարդու խուլ է եղնում, դրանից հետո հետո զրուցել իմաստ չունի, ինչ խոսես այդ մարդու հետ։ Ինչ քննարկես, այդ ինչ պայծառ մտքեր կան, որ պիտի վերլուծվեն։ Չէ, պարոն Բարսեղյան, ամենակարևորը, որ այսքան ուրեմն ձայնագրություններ են հանրայնացվում, նոր մեկրել ներկայացրի էլի Հայաստան դաշինքի հետ առնչվող ընտրակաշառքի դեպքեր են, բայց փաստորեն մեղադրանքներ են հնչեցվում ուրեմն իշխանությանը, որ այսքան մեծ ռեսուրսներ է։ Քննարկների աշխատանքը խոչընդոտել են իբր։ Դա ի նկատի ունեք։ Այո։
Պարոն Բարսեղյան, կալանավորվել է նաև Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավորի տեխնացու Արտուն Գրիգորյանի որդին Կամո Գրիգորյանը, գիտեք, ինքնակամ է ներկայացրել իրավապահ մարմիններին։ Միաժամանակ Քոչարյանը դատի է տվել կենտրոնական ընտրական հանձնաժողովին, գիտեք, նախորդ շաբաթ ԿՀ-ն նրա մասով ինչպիսի միջնորդություն որոշում կայացրեց, այս գործընթացները ուրեմն ինչպես եք գնահատում, սահմանադրական դատարանում ընթանալու են ընտրությունների արդյունքները, այսպես վիճարկող նիստն են ընթանալու, մյուս կողմից տեսնում ենք նաև այլ գործընթացներ, այսպես ասած ընդդիմադիր գործիչների կողմից նույնպես։ Ընդհանրապես այս գործընթացները բնականon գործընթացներ են ավտորիտարիզմի ժողովրդավարության անցման համատեքստում, ընդհանուր առմամբ։ Այս գործընթացները ես շատ ուշացած եմ գնահատում, խոսքս վերաբերվում է բնականաբար գործող իշխանությանը, որը բացարձակ ծուլություն եւ անկյալություն է դրսեւորել անցած 8 տարիների ընթացքում իր ստանձնած պարտավորությունները մարդավարի կատարելու, հետևողական լինելու, արագ գործելու, վճռական գործելու եւ բնականաբար օրինական գործելու համար։ Հիմա եթե դուք նկատեցիք Քոչարյանը իր այդ զրույցի մեջ նույնիսկ հիշելով այդ նոր քրեական գործը, որի համար անձեռնում խելիությունից զրկելու համաձայնություն է տվել կենտրոնական ընտրական հանձնաժողովը, չդիմացավ գայթակղությանը եւ գնաց ընկավ վաղեմության ժամկետի գիրկը։ Ինքը շատ լավ գիտե, իր փաստաբաններն էլ են ասել, որ այնքան հին ու մաշած գործ է, որ այդ վաղեմության ժամկետով պետք է որ ջրվի գնա մոտավորապես, էլի։ Այսինքն սա այս ամբողջը շատ վաղուց պետական իշխանությունը պիտի քններ, բացեր, բացահայտեր եւ ոչ միայն Քոչարյանի մասով։ Պետական իշխանությունը անգործություն է դրսևորել, դանդալոշություն է դրսևորել, ուրիշ բառ չգիտեմ, կա հանրամատչելի այդպես հասկանալի, էլի, արխայինության մի աստվածային դոզա է ունեցել, ասենք, լավ է, թե բանը շանսը կօգտագործեն, քննիչները, դատախազները կաշխատեն, հիմա նոր այս իշխանությունը պատը գլխին է տալիս, գլուխը պատին, թե այ մարդ էսպես չի լինի, այլևս բռնելու եմ, կզցնեմ, սատկացնեմ, այս անեմ, այն անեմ, մեղքերը ինչ-որ անուղղակիորեն ընդունում է, որ անգործություն է դրսևորել եւ այլն, ասողին դսող էր պետք, ժամանակին մարդավարի, հանգամանալից, գրավոր, քաղաքավարի, հրապարակային, առերես, ոչ առերես, բացատրվել է, ժողովուրդ ջան, այն ինչ որ ես ասում եմ, ես գոնե հրապարակային խոսել եմ, այն ինչ որ հրապարակային եմ խոսել, թե ինչ է պետք անել, ինչ տեմպով, օրինական կերպով, ասվել է իշխանությունների ամենատարբեր պաշտոնյաների, նախարարներից, բռնած, վերջացրած վարչապետով, շատ ուշացա, ինչպես եմ գնահատում այս գործընթացները գնահատում եմ շատ ուշացած, արդյունավետությունը շատ ցածր է լինելու, հանրային աղմուկ է լինելու, վաղեմության ժամկետներով փրկություններ են լինելու, գիրքը երևի տանը կգրի այս պարոնը այս գործով, այն մնացած գործերով մարտի 1, չգիտեմ, հոկտեմբերի 27-ի անջատված մասերը բացվելու են, ինչ խորությամբ են բացվելու, գույք պարտքի դիմաց, դո ես իմ ապօրինի գույքի վերադարձ, ասում է բոլոր թղթերը կարգին են, լսել ենք այդ ռեպլիկը կարծես թե ծանոթ ռեպլիկ է, չէ, իր գործընկերոջ ռեպլիկն էր, թղթերով ամեն ինչ կարգին է, ինքն էլ է պնդում, որ բանը իրենց ունեցվածքի հետ կապված ամեն ինչ կարգին է։ Օրինակ կարող է բացատրել, ինչու պիտի Հայաստանում բջջային օպերատորը մոնոպոլիստ լիներ 10 տարի։ Կարող է բացատրել, չի կարող բացատրել։ Ինչի պիտի մոնոպոլիստ լիներ, ասենք։ Օտեր, ինչ էր հունական, եսիմինչ։ SIM քարտն չի պիտի $200 արժենար բանը ձեռքի վրա, ասենք թե ինչու պիտի մրցակցային չլիներ դա, ինչպիսին հետագայում սկսեց քիչ-քիչ ձևավորվել, չէ, երկրորդ օպերատոր եկավ, երրորդ եկավ, դիմող չկար, սրանք հարցեր են, գույք պարտքի դիմացը, պետք է բացատրի, էլի, այս մարդը եւ այլն, դրանք բոլորը բանը քրեական խոշոր կտորներ են, բայց իհարկե դա կախված է իրավապահ համակարգի աշխատանքի արդյունավետությունից, ինչին ես շատ կասկածում եմ, որովհետեւ այդ դատական արդյունաբերությունը քննիչներ, դատախազներ, վերջապես դատավորներ, ունի բազմաթիվ նրբություններ եւ բավական է մի քանիսի սաբոտաժային կամ նենգատուլային գործունեությունը քննիչ է, ասենք,
բան ինչ որ մի ստորակետը սխալ է տանում, չափազանցություն չեմ ասում։ Շատ փոքրիկ նրբություններ կան այդ արդյունաբերության մեջ, դատական արդյունաբերության մեջ։ Դատախազ է, ասենք, մեկ օր ուշ, մեկ օր շուտ, լիքը բան կարող է գնալ եւ բանը անարդյունավետ դառնալ։ Ու վերջապես դատավոր։ Այն օրվա դատավորը նորացին երեխային զուգարանի հորում խեղտած, սպանած մորը եւ տատին որոշեց պայմանական ազատազրկում տալ, ասում է հասարակության մեջ լինելը իրենց ուղղվելուն կօգնի դատավոր, արմավիրցի դատավոր, ասենք ուղեղից մեջ չի տեղավորվում, էլի, ասենք մարդասպաններին կազմակերպված մայր եւ դուստր, հա, այդ մարդկա Մի արի այդ դատավորին ասա հարգելի դատավոր Քոչարյանի պես լուսավոր պայծառ կա, ինքն է, այդպես է ստացվել, վիճակը քեզ է ընկել, օրինակ եմ ասում, էլի, այդ դատավորը չի լինելու իհարկե քննողը, հա, շատ մեծ խնդրեմ է, այս խնդիրները եղել են վաղուց, բայց 18 թվականից այս կողմ պարոն Փաշինյանը եւ յուր թիմը հնարավորություն է ունեցել դատական համակարգը արդարադատության ամբողջ շղթան կարգի բերել, բարենորոգել, որպեսզի արդարադատություն ունենայինք ու չի արել, ել չգիտեմ ինչպես ասեմ, անհարմար եմ զգում, մարդն ինքն իրանից հոգնում ու զզվում է, էլի որ նույն բաները կարելի է բացատրել։ Հիմա չգիտեմ, անում են ոնց են փոխելու, հիմա օրինակ արդարադատության համակարգը ոնց է փոխվելու, թե ամեն օր մենք մրթմրթոց ու փնփնթոց ենք լսելու կառավարության նիստերին ու ճեպազրույցներին, թե դատավորները կյանքերս կերան, հերիք եղավ, հասկացա, բա ինչ եք առաջարկում։ Որ ինքնադատաստան չեք առաջարկում։ Որ ժողովուրդը չի գնալու արդարադատություն իրականացնի, այդ էր պակաս։ Ով պիտի զենք վերցնի, որ արդարադատություն իրականացնի, ընտրել է իշխանություն, թե իրականացրեք, այդ չեք իրականացնում։ Այս մարդն էլ այսպես կարողանում է մեծ խոսել։ Պարոն Բարսեղյան, ըստ էության դուք բացառում եք մինչև 31 թվական, օրինակ այդ բոլոր գործընթացների ավարտին հասցնելը, որովհետև իշխանությունը ասում է տարբեր հանգամանքներ է նշում, թե ինչու տեղի չեն ունեցել այն բոլոր ուրեմն սպասումները չեն արդարացել, որոնց մասին ինքներդ էլ նշեցիք։ Հիմա ասում են շատ ավելի ռադիկալ են լինելու ըստ էության, շատ ավելի մեծ հնարավորություններ ունեն ուրեմն այս ամենը ավարտին հասցնելու։ Ես սիրում եմ մարդկային հիշողության ֆենոմենը, բարեբախտաբար Google-ը, YouTube-ը բանը մեզ օգնում են հետաքրքրվածներին, ով կոնե նախնական ինչ-որ հուշեր ունի 21 թվականի քարոզարշավից, 18 թվականի, տո 17 թվականի, տո ընդդիմադիր Փաշինյանի ելույթներից, տեքստերից, 11 թվականի լյուստրացիայի մասին իր գրած Բաբաթին հոդվածից, բան, իրենք այդ նախնական հիշողությունը, որ ունեն, մանրամասները կարող են չհիշել, կոնե կարող են մտնել Google-ի մեջ, բացել, ասել, ահա, տես, մարդ, դու մի ասա, խոսել է այս մարդը այս մասին, այս որ մեզ թվում է, թե մենք սա լսել ենք, իրականում չի թվում, մենք սա իսկապես լսել ենք, մենք լսել ենք 21 թվին, 18 թվին, տո 17-ին ենք լսել եւ այլն, ու հիմա նորից ենք լսում պատճառաբանություններ, շատ հին խոսք կա, անտիկ փիլիսոփաներից սկսած մինչև մեր օրերը օգտագործում են, ես էլ եմ օգտագործում, եթե մեկը կամենում է ինչ-որ բան անել, հնար է որոնում, ճար է որոնում, պատերն է ճանգռում, գետինն է կրծում, անում է դա։ Եթե որևէ մեկը չի կամենում ինչ-որ բան անել, սկսում է արդարացումներ ու պատճառաբանություններ հորինել։ Հասկանում եք, գյուտ չէ իմ ասածը։ Տո Պլատոնից բռնած, Սոկրատով, ակադեմիկոս Կարալովով, բանով այս ամբողջը ասել են։ Հա, իմ աշխատողը որ զգում եմ, որ հավես չունի անելու, սկսում է պատմել, գնաց տունը չէր, զանգեց հեռախոսը չվերցրեցին, տո չգիտեմ հեռախոսն անջատած է, հասանելու, հասկանում է, որ այդ մարդը չի ուզում գործ անել, գործանողը կնում, գտնում, ճարում, բերում, տնում է դեմը, գործ անում է, ասում է, էս է, արել եմ, ահա, ես ինչքան եմ տանջվել, չեմ տանջվել, իմ հասանելիքը տուր, հիմա այս իշխանության հասանելիքը, իշխանությունն է, մանդատն է, ժողովուրդը 3 անգամ տվել է այդ հնարավորություն, ուրիշ ինչ ունի ստանալու, ռոջիկը չհաշված, իհարկե պարգևավճարներ, բաներ, թող աշխատեն հալալ լինի, բան չասացի։ Հիմա իշխանությանը ինչ կան ասես, կարող է պատմել, թե ինչու չստացվեց, ախպեր այդ մեզ չի հետաքրքրում է, ախր։ Ոնց որ մեկը միտեղ մի բան պատվիրի գնա վերցնելու, այս մարդը սկսի ժամերով պատմել, որ չի ստացվել, գնացինք տունը չէր, պատվերը տեղ չի հասել, այս մի շուրուպը չի, մեզ ինչ ընկեր,
Մեզ ինչ փողը տված է, բացատրած է, Պուտինը չի թողնում Քոչարյանին ձերբակալի։ Ախպեր ել մեզ պատմի որ բանը դրսից ճնշումներ կան չեն թողնում Պուտինը չի թող չգիտեմ մի բան արա որտեղ ժողովուրդն է քեզ մանդատ տվել չէ Պուտինը չի տվել այդ մանդատը ել մեզ ժողովրդին հաշվետու եղի նրանց ովքեր ընտրել են նրանց ովքեր չեն ընտրել քեզ նրանց էլ պետք է հաշվետու լինես չէ հա մինչև 31 թիվը ուզենա կանի քասա կարճ ասեմ էլի կներեք ուզենա համակարգը կբարեփոխի ոստիկանություն քննչական դատախազություն դատարան այդ քարյակը կփոխի ուզենա կփոխի եւ արդարադատություն կիրականացվի ինչ որ բան էլ որ մինչեւ 30-31 թիվը կիսատ մնա մարդիկ կնայեն կասեն տես մարդը 3 անգամ խոստա 2 անգամ խոստացել էր խապել էր չէր արել չգիտեմ ինչի չէր արել աստղերի դասավորությունը կովիդը պատերազմը տո Ալիևը տո տրիպեսը այս մի անգամը մարդը արեց 80%-ն արել է քիչ է մնացել այդ էս այ շատ շնորհակալություն հալալեղնի ստացածները դրոջիկները տատախազներ վարչապետներ արդարադատության նախարարներ եւ այլն Թե չէ բանով աչքը ճիշտ ասած տեսածից է վախենում թե այս 8 տարի բա ինչ է Իրանում հարգելի իշխանություն հələ պատմի նայեմ էլի այդ 8 տարվա մեջ քննադատությունը ընդունում են պատասխանը բացարձակ անընդունելի է բացարձակ անընդունել է հետո ինչ որ ընդունում ես մեզ ինչ որ ընդունում ես քննադատությունը մի 6 անգամ լսել եմ էլի ես հատկապես այս հարցերին ի պատասխան էլի վետինգ չեն կարել լավ են կարել որ չեն կարել այ քեզ բան չի ես Քարոզ Արշավի վերջի օրը ելնում բացադրում որ վետինգ ես անելու Պետրոս Ղազարյանի մոտ սահմանադրություն ենք փոխելու, դատավորները դառնալու են պաշտոնակատարներ, հետո քննություններ են կանցկաց, վետինգ բառը չի ասում, որ մարդիկ չհիշեն, էլի, որ ինքը այդ բառը մի անգամ էլ է ասել, էլի, կամ մտածել է, որ դա արդեն օտարահունչ բառ է եւ ներսը շնորհալու եւ նարեկացու ժառանգներին չի սազում վետինգ բառը օգտագործել։ Ինչ որ է կներեք, հա, որտեվ շատ չարացած եմ, էլի, այս անկորձության, հանցավոր անկորձության վրա ու լուծում չեմ գտնում, էլի, թե լավ ինչ կարող է բացատրել արդարադատության համակարգը կարող է քանդվել բան դու ոչ մի բան էլ չէր քանդվելու հիմա ավելի լավ թե քանդվածը չհասկացանք այն դատավորը որի օրինակը բերեցի մանկասպաններին որ որոշում է պայմանական տալ այդ դատավորն էլ հո քաղաքական գործիչների գործերով դատավոր չէ ասենք այդ տեսնում ես որ մարդը որոշել է որ լավ է դե հիմի պայմանական տանը կգնան կուղղվեն էլի այդ մարդիկ է Քոչարյանն էլ կուղղվի ինչ է եղել պարոն Փաշինյան այդպես մոտավորապես Եվ եթե ամփոփենք պարոն Բարսեղյան գիտեք հունիսի 26-ին մեկ ընդհանուր այսպես փաթեթով սահմանադրական դատարանը ուրեմն կքննարկի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող 8 քաղաքական ուժերի դիմումները հնարավոր է իսկապես այսպես այնպիսի որոշումների կայացում, որը ամբողջությամբ կփոխի առկա պատկերը 7 քաղաքական ուժերը, որոնք դիմել են սահմանադրական դատարան, դիմել են ճիշտ է, մի քիչ իրար նմանվող հիմքերով եւ առարկայով եւ պահանջները ահագին իրար նման են, բայց նույնական չեն։ Օրինակ այդ 7 ուժերից մեկը հանուն հանրապետության քաղաքական ուժի ինչ է դիմումի հիմքերում ընդրակաշարքների խրախճանքն է եւ այլն Այն մյուսների դեպքում մոտավորապես են լոլոներն են, ինչ խոսում էր քիչ առաջ Քոչարյան Ռոբերտը եւ այլն։ Քաղաքական ուժերից մեկը ուժը Հայաստանը պահանջում է երկրորդ փուլ։ Իհարկե հաղորդագրության մեջ է դա ասվել, ես տեքստը չեմ կարդացել, ճիշտն ասած, կարող է հազիվ թե լրատվամիջոցները այդպես են գափոխա երկրորդ փուլ մեր սահմանադրությամբ այս դասավորության դեպքում չի նախատեսվում։ Կարող է լինել արտահերթ ընտրություն, կարող է լինել վերաքվեարկություն։ Ենթադրենք, հույս ունենք, որ այն Կայքի Խարությունյանի ժամանակվա անհեթեթ որոշումը չի լինի։ Մեկ տարվա ընթացքում խորհուրդ ենք տալիս կազմակերպել վստահության հանրակրվեն մի խոսքով աղբախության գագաթնակետ է, էլի որ ընդունվեց 2003 թվականի ապրիլին այդ որոշումը։ Հա, ինչ կարող է լինել։ Իհարկե իմ սրտի ցանկությունը ես վաղուց ասել եմ կրկնեմ ստեղ, որպեսզի նորից մարդիկ այդ հարցը ինչ չտան։ Իմ ուզածը այն է, որ երկրի տարածքով մեկ լինի վերաքվեարկություն։
Հա, հաշվի առնելով են փոքր-մոքր բաները, տեղամասային խախտումները եւ բազմաթիվ ուրիշ հանգամանքներ, բացահայտումներ եւ այլն, ոչ թե նոր ընտրություն, որը ենթադրում է տեխնացուների 3 ամսվա ցիկլ, ասենք, հա, նորից տեխնացուների առաջադրում, բարձ այս դեպքում ուրիշ սխեմայով են առաջադրվելու, քարոզարշավ, բանավեճեր, ոչ, բոլորովին։ Ես համարում եմ, որ դրա անհրաժեշտությունը չկա եւ վերաքվեարկությունը երկրի տարածքով մեկ համարում եմ ամենաարդար լուծումը, չգիտեմ, քիչ հավանական է, որ սահմանադրականը նման բան կորոշի եւ բանը 3 տեղամասերում վերաքվեարկություն նշանակել ես իմ 1000 ու մի տարբերակներ կան բանը տեսնենք մինչեւ ամսի 4-ը վճռի հրավերություն սահմանադրական դատարանի որոշման վերջին օրն է, եթե հաշվի մեջ չեմ շփոթվել, էլի, հա, եւ միավորել այդ գործերը, այդպիսի տող տեսա ես լուրերում, թե իբր որոշվել է միավորել ժողովուրդ չան դրանք տարբեր բովանդակությամբ դիմումներ են, թե ինչպես են կարողացել ՍԴ-ում դրանք միավորել, խելքս չի հասնում, գիտեք ճիշտն ասած։ Այսինքն, երբ որ 40 հոգի դիմում է նույն հարցի շուրջ, նույն հիմքով, նույն առարկայով, նույն հայցապահանջով, այդ դեպքում միավորելը ես հասկանում եմ։ Հա, բայց այս դեպքում ասացի արդեն, հա, ուժեղ Հայաստանն ասում է անվավեր հայտարարեք եւ երկրորդ փուլ նշանակեք։ Այն մյուսն ասում է անվավեր հայտարարեք, նոր ընտրություն հայտարարեք։ Եվ այլն, հա։ Այսինքն այս դեպքում միավորելու տրամաբանությունը չեմ հասկանում, գուցե իրավաբաններն ավելի լավ իմանան, կհարցնեք հավանաբար, հա, հաստատ կհարցնեք։ Հա, տեսնենք ինչ կլինի։ Իմ ցանկությունը հազիվ թե լինի, բայց շատ կուզեի, որ վերաքվեարկություն լիներ, որովհետև ես կարծում եմ, որ ընտրակաշարքի ազդեցությունը, հրավառությունը, ուրեմն շքերթը, որ եղել է Հայաստանով մեկ, որը արձանագրված է ծավալով 250 արդեն 300 հոգի մեղադրյալ է ստացվում, հա, դրա արտածումը էքստրապոլյացիա կոչվածը, ինչպիսի ազդեցություն է, ինչ հաշվարկի կբերի, 1%-ի ազդեցություն է ունեցել, հաշիվ է այդ քվեների մեջ, հաշիվ է, որովհետև ընդեղ նույնիսկ ոչ թե 1%-ի 0.01%-ի դեպքում, ուրեմն ազգային ժողովի կառուցվածք է փոխվում։ Հա, 2%-ի ազդեցություն, 4%-ի, 5%-ի ազդեցություն է ունեցել, դրանք հաշիվ են, որովհետև այդ ծավալը մենք չենք տեսել բացահայտված իրավապահ մարմինների կողմից մինչև այս ընտրությունները։ Այնպես որ վերաքվեարկությունը երկրի տարածքով մեկ ամբողջ 2006 տեղամասերում շատ արդար որոշում կլինի եւ դա պետք է լինի ոչ թե 2-3 ամիս հետո, այլ 1 շաբաթ, 2 շաբաթ հետո ընդհանրապես որ նախապատրաստվեն այդ տեղամասերը, ծախսե մի քիչ, բայց ակնհայտորեն ավելի որակյալ ընտրություններ կլինեն, քան թե եղել են ամսի 7-ին։ Սա իմ մոտեցումն է, ներող կլինեք, եթե ոմանք համաձայն չեն այս մոտեցման հետ, լավ դե անց է գնացել է ԿՊ-ն արդեն ընդրվել է, բերեք բան անենք, էլի, բերեք մոռանանք, բան, չէ, դա անարդար է։ Շնորհակալ եմ, պարոն Բարսեղյան։ Շնորհակալ։ Զրուցում էի Գյումրիի ժուրնալիստների ասպարեզ ակումբի ծրագրերի համակարգող Լևոն Բարսեղյանի հետ։ Այս ժամի համար այսքանն էինք նախատեսել, հետևեք մեր թողարկումներին, կհանդիպենք։ Տանը քո հեռուստացույցը դարձրու ամենանոր սերիալները HD որակով դիտելու լավագույն միջոցը։ Դրա համար պարտադիր չէ ոչ հեռախոս, ոչ պլանշետ կամ այլ սարք։ Պարզապես վերցրու հեռուստացույցի վահանակը, սեղմի հավելվածներ կամ ռուսերեն պրիլաժենիա կամ անգլերեն applications եւ այնտեղ գրեք Armflix։ Եվ ինչպես հեռախոսով, այնպես էլ հեռուստացույցի վրա սեղմելով ներբեռնել կամ download, հեռուստացույցի հավելվածներ բաժնում կհայտնվի հենց Armflix-ի կոճակը, որն էլ սեղմելով հեռուստացույցի վրա կբացվի Armflix-ի հավելվածը եւ վերջ։ Քեզ եւ տան բոլոր անդամներին հասանելի կլինեն վերջին սերիալները առաջինը եւ առանց գովազդի ու այն էլ HD որակի դիտելու հնարավորությունը։ Armflix եւ քո հեռուստացույցը լավագույն ժամանցի միջոցներից է։
Ջերուսման ամբողջ համակարգը մեկ կաթսայի գնով, կաթսան ձեզանից, մնացածը մեզանից։ Ընտրեք Maverick կամ Navien գերխնայող կաթսաներից մեկը, իսկ ծխատարը, մարտկոցները, խողովակները, բոլոր դետալները, առաքումն ու տեղադրումը կստանաք իդեալ համակարգից։ Վճարեք միայն կաթսայի համար եւ ստացեք ամբողջ ջերուսման համակարգը նույն գնով։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ 29 տարի դեպի կատարելություն։ Դեռ չգիտեք, թե ինչպես կարող եք դիտել սիրված սերիալները առաջինը և դիտել այն որակով ու ամենուր։ Ինչպես բաժանորդագրվել Armflix հայկական էքսկլյուզիվ կինոպլատֆորմին։ Հետևեք մի քանի պարզ քայլերի և ստացեք հասանելիություն առաջինը դիտելու Armflix-ի բազմաժանր հայկական կինոարտադրանքը։ Քայլ առաջին՝ մուտք եք գործում armflix.com։ Քայլ երկրորդ՝ սեղմում եք բաժանորդագրվել կոճակը։ Քայլ երրորդ՝ ընտրում եք ձեզ համար ցանկալի բաժանորդագրման տարբերակը։ Քայլ չորրորդ՝ լրացնում եք քարտի տվյալները և գնում եք առաջ։ Իդեպ Armflix-ը կարող եք դիտել ամենուր և անսահմանափակ, ներբեռնելով նաև հավելվածը հեռախոսի և անմիջապես հեռուստացույցի վրա։ Դրանով իսկ կանեք ամենալավ նվերը ձեր ծնողների և տարեցների համար, որոնք չեն սիրում դիտել սիրված սերիալները համակարգչով, իսկ հեռուստացույցով սեղմելով մեկ կոճակ նրանց հասանելի է դառնում ողջ կոնտենտը։ Երիտասարդները Armflix-ի iOS և Android հավելվածների միջոցով կարող են դիտել դրանք ամենուր։ Իդեպ, մեկ գրանցված բաժանորդագրությամբ կարող եք դիտել բոլոր սարքերով։ Ահա և վերջ, դուք ստացաք հնարավորություն դիտելու հայկական ամենանոր, բազմաժանր և էքսկլյուզիվ ֆիլմերն ու հեռուստասերիալները մեկ հարթակում։ Դե ինչ, բարի դիտում։ Armflix, եղիր կոնտենտի թրենդի մեջ։